Ցնցվել է Թրամփը։ Ինչպես թե Ուկրաինան անօթաչուներով հարձակվել է Պուտինի Վալդայում գտնվող նստավայրի վրա։ Դա ինձ դուր չի գալիս, դա լավ չէ։ Նախագահ Պուտինն ասաց դրա մասին։ Նա ասաց, որ իր վրա հարձակվել են։ Որ Ռուսաստանի նախագահի պատմածը ցնցել է Թրամփին, Պուտինի օգնականն է հայտնում։ Երկուշաբթի են հեռախոսով զրուցել երկու երկրների ղեկավարները Թրամփի նախաձեռնությամբ։ Նա զանգել էր Պուտինին Ֆլորիդայում Զելենսկիի հետ բանակցությունների արդյունքների մասին տեղեկացնելու։ Ըստ Ուշակովի, Թրամփը վրդովվել է իմանալով եղելությունը։ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ հարձակումը ժամանակային առումով տեղի է ունեցել Ֆլորիդայի բանակցություններից անմիջապես հետո, ինչը ամերիկյան կողմը համարում է հաջողված բանակցային փուլ։ Միացյալ Նահանգների նախագահը ցնցվել է այդ լուրից, ասել է, որ չէր կարող պատկերացնել նման խելագար գործողություններ։ Սա անկասկած կազդի է ամերիկյան մոտեցումների վրա Զելենսկիի հետ աշխատանքի համատեքստում։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերն է 91 անօթաչու թռչող սարքերով հարձակում տեղի ունեցել Նովգորոդում Ռուսաստանի նախագահի նստավայրի ուղղությամբ։ Հակաօդային պաշտպանությանը հաջողվել է ոչնչացնել բոլոր դրոնները։ Լավ է, որ Ուկրաինային տոմահաուկներ չտվեցինք, խոստովանել է Թրամփը։ Գիտեք, ես կանխեցի տոմահաուկները։ Ես չէի ուզում դա անել, որովհետև սա նուրբ ժամանակաշրջան է։ Մի բան է վիրավորել նրան, մեկ այլ բան է հարձակվել նրա տան վրա։ Սա ճիշտ ժամանակը չէ, շատ զայրացած եմ։ Պուտինը Թրամփին զգուշացրել է, որ Վալդայի իր նստավայրի վրա հարձակումից հետո վերանայելու է Ուկրաինայի հարցով իր դիրքորոշումները։ Իհարկե սա չի նշանակում, թե Մոսկվան հրաժարվում է Վաշինգտոնի հետ բանակցային գործընթացից, բայց ըստ Ուշակովի նախորդ փուլում ձեռք բերված մի շարք համաձայնություններ կվերանայվեն։ Ամերիկացիները պետք է դրան ըմբռնումով վերաբերվեն։ Հաշվի առնելով Կիևի կողմից իրականացվող պետական ահաբեկչությունը, ռուսական կողմը չի կարող այլ կերպ գործել։ Ահա այսպիսի զրույց է տեղի ունեցել, որի ավարտին նախագահները շատ բարեկամաբար համաձայնել են շարունակել երկխոսությունը ապագայում։ Բանակցային ակտիվ փուլում Պուտինի նստավայրի վրա հարձակման հետևում արևմտյան, մասնավորապես բրիտանական ձեռագիր է տեսնում Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Հենց բանակցային գործընթացը մոտենում է լուծումներ գտնելու նուրբ փուլի, Ուկրաինայի իշխանությունը սադրիչ քայլեր է ձեռնարկում։ Ավելին, այդ քայլերը շատ կտրուկ են եւ միտված են բանակցային գործընթացը խաթարելուն։ Ավելին, որպես կանոն, նրանք գործում են իրենց արևմտյան միջնորդների հետ համաձայնեցված, այստեղ ակնհայտ է բրիտանական մոտեցում։ Կիևը հերքում է, թե ինքն է հարձակման հեղինակը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը պնդում է, որ հարվածը Ռուսաստանի բեմադրություն է եղել Ուկրաինայի վրա հետագա հարձակումներն արդարացնելու համար։ Ռուսաստանի կողմից ենթադրյալ Պուտինի նստավայրի վրա հարձակման փորձի վերաբերյալ մանիպուլյացիաները հորինված են միայն մեկ պատճառով՝ ստեղծել պատրվակ կեղծ արդարացում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ հետագա հարձակումների համար, ինչպես նաև խաթարել եւ խոչընդոտել խաղաղության գործընթացը։ Այդուհանդերձ, Մոսկվան հայտարարում է, որ Պուտինի նստավայրի վրա հարձակումն անպատասխան չի թողնելու։ Սերգեյ Լավրովի խոսքով, պատասխան հարվածի թիրախներն ու ժամկետներն արդեն որոշված են։ Վալդայի գրոհից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է, ինչպես է օրեշնիկ հրթիռային համալիր տեղակայում Բելարուսում։ Մոսկվան այս զինատեսակի կադրերն առաջին անգամ է հրապարակում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օրեշնիկով համալրված ստորաբաժանումն արդեն մարտական հերթապահության է անցել։ Մարիամ Ամերջանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։